Այ տատի ջան։ Լավ տատիկա։ Երևի գաղտնիք չեմ բացահայտելու, եթե ասեմ, որ Հայաստանի ցանկացած բնակավայր հարուստ է առաջին հերթին իր բնակիչներով, հատկապես այն մարդկանցով, ովքեր այստեղ շատ երկար տարիներ են ապրում, եւ գալով հերհեր բնական է մենք չէինք կարող չհանդիպել Նատալիա Մինասյանին, ով արդեն 92 տարեկան է եւ 19 տարեկանից ապրում է հերհերում։ Գնանք ծանոթանանք Նատալիա տատիկի հետ։ Այ տատի ջան։ Լավ տատիկա։ Տատի ջան, դե պատմի քո մասին։ 19 տարեկանից եկել ես հերհերում ապրել։ Ինչով ես զբաղվել այստեղ, տատի ջան։ Նախ ունեցել են երեխաներ 5-ը, ասված պախի 4 տղա, մի աղջիկ։ 4 տղա, մի աղջիկա ընտրվել է բարձր կրթության այդ որ դուսնա ֆիլիսոփայա, նախարարը, երկիրը ինչ, կա ինքը գիտի, պատմության, մասնագետը, համալսարանի գերազանց հավարտերը, քանի տարի աղշատերը, դպրոցի դիրեկտոր, նրանց հետո աղշատերը, Սովետի ժամանակ գաղտնի բաժնի վարիչ, նրանից հետո եկա մեր 2 տարի նորից մանկավարժ, հետո երբ որ Սովետը փոզվավ արդեն տարիքները հասավ անցան թոշակի, էդ է, նույն էլ հաս, էդ է, մնացած երեխաներս, բոլորն էլ ավարտել են բարձրագույն կրթություն, բոլորն էլ նստել են բարձր տեղեր, ոչ մեկ, ես էլ տնտեսությունը հազիվ եմ կապել, տնտեսությունը ծանր տնտեսություն է, տնտեսությունը շատ կար, բացի իմ երեխաները, ամուսնուս ծնողն էր շուտ իմ մահացել, քուր, աղբեր, բան, բոլորն էլ, բայց բոլորն էլ հասել են իրաց նպատակին, իմ տեքորը տղեմ, ոչպես մենք բահող պաղել ենք հելերա, Երևանի կանյակի գործարանի գլխավոր ինժեներ դիրեկտոր։ Էս մեր բան պատմությունը։ Տատի ջան, հերհեր գյուղի մասին ինչ հետաքրքիր բան մեզ կպատմես։ Գյուղի մասին, այո։ Գյուղը շատ խաղաղ, շատ լավ, մեկ մյուսին հարգող, մեկ մյուսին չդավաճանող, այդպիսի բան չկա։ Իրենց քրտինքով որը օրինակ բանի աղշատողը իրենց կրթության հետևեն, որը շատ մարդկային, շատ տեղին, այն գյուղնավոր, ոչ մի բան չեմ կարա ասեմ, օրինակ հարևանի հետ հաշտ համարաշ, գյուղացի մեկը մեկին չի դավաճանի, մեկ մյուսին ոչ մի բան, շատ հաղաղ, շատ իրան իմացող, շատ մեկ մեկին հարգող, տնտեսությունը գյուղ ա եղել, բռնած ղեկավարներից, դա մինչև դուսկը հասարակ բանվոր, չեմ կարա ուրիշ բան ասել։ Ես քեզ մի հարցել ունեմ, տատի ջան։ Մեն ես ասատարսն է։ Ինչ ես ուզում մաղթել բոլոր նրանց, ովքեր քեզ նայելու են, լսելու են քո խոսքը, որովհետև դու շատ երկար տարիներ ես ապրել այս գյուղում, ամեն ինչ կարելի ասել տեսել։ Մեկ ինչ ասա, մեկ ինչ կներես որ ծանր եմ լսում։ Ոչ մի խնդիր, տատի ջան, ես նորից կհարցնեմ։ Ինչ կմաղթես բոլոր նրանց, ովքեր քեզ նայելու են հիմա։ Ինչ կմաղթեմ, իրանց առողջություն, հաջողություն, պարտաճանան չլինեն ծնողի հանդեպ, իմանան ծնողը ինչ գին ունի։
ախշարի հողի իրեց առաջի թանկը կապիտալը ծնողն է։ Ով ծնողին լավ չիմանա, այն պետք է աճուտի։ Են ստանա։ Ծնողին է դա պետք։ 14 նավար ենք եղել։ Ախշատեր ենք, անասուն ենք պախել, գյուղատնտեսություն ենք արել, ավրանք ենք պախել, մանկավարժ ենք։ Մենի քրտունքով պախել ենք, բոլորին ենք ասել ենք, բարձր Խաղաղություն չէ։ ոչ մեկն էլ ներքև չի մնաց։ Այդ մեր քրտունքի հաշվում։ Եվ վերջում էլ խաղաղություն լինի։ Վերջում էլ ուզում եմ այս սահատը երկրին խաղաղություն, մեր երիտասարդներին առողջություն, ափսոսա 40 տարով մեր Հայաստանը ետ ընկա։ Ես կուզեմ այլևս Հայաստանի վրա մեր վտանգավոր ճանճել չվռա։ Ապրես տատի ջան։ Այնքան արժանի լինեն մեր ղեկավարները։ Իրար չքանդեն, ամոթա, բոլա իրար քանդեն, ով էլ միևնույն է, հեշտ չի, հեշտը չի, խոսելը շատ հեշտ է, բայց շատ դժվար է, պետք է հարմարվեն, հաշտվեն, մեր ղեկավարությունը, մեր որ նստում են ինչ մոռացա։ Ոչինչ լավ, հետը մի ասա, տատի ջան, ապրես։ Մյուսի հետ աշխարհները երկիրը խաղաղության բերեն։ Շնորհակալ եմ տատի ջան, դու էլ միշտ լինես առողջ, ամեն անգամ մենք հյուրընկալվենք ձեր տուն եւ միշտ քեզ այսպես առույգ տեսնենք, լավ։ Խոստանում ես։ Ապրեք շատ։ Ավելին, առավելն եմ ցանկանում։ Շնորհակալ եմ։